ձեզ համար տոնն է, որովհետև դուք ավարտեցիք այբենարանը և դարձաք գրաճանաչ և տարաճանաչ։ Մի քանի ամիս առաջ դուք վախվորացիք, զարմացած, չէ՞ որ նոր եք եկել։ Իսկ այսօր արդեն դուք և գնում եք, և կարդում եք, և այսօր դուք մեկ ժամ տևացող միջոցառում եք կազմակերպել։ Գերհարությունյանն այսօր ոչինչ չի անելու, ամեն ինչ դուք եք անելու և ներկայացնելու եք ձեր իմացածը, ձեր գիտածը, սովորածը, և ես համոզված եմ, որ դուք շատ լավ եք արտասանելու, ինչպես որ ամբողջ տարին շատ լավ սովորեցիք։ Խոստանում եք։ Երեխաներ, ես
շատ գոհ եմ ձեզանից, որովհետև դուք հենց առաջին իսկ օրվանից հասկացել եք, որ սա մանկապարտեզ չի, սա դպրոց է, և դուք պետք է պարտավոր եք լավ սովորել, տնային աշխատանքները կատարել, այդ ամենը դուք շատ լավ եք գիտակցել, և արդյունքում այնպես եղավ, որ այսօր դուք բոլորը կարդում և գրում եք, բայց միայն կարդալը և գրելը բավական չէ, դուք գիտեք, որ այսուհետ մենք նոր դասագիրք ենք վերցնելու, դրա մեջ ավելի շատ հետաքրքիր նյութեր կան, այնպես որ պետք է շարունակել լավ սովորել և շատ գիտելիքներ անբարել, շատ գիտելիքներ ունենալ, որովհետև այլ դուք նոր եկիք է սեպտեմբերի, ես ձեզ հասկում եք ինչ եք ուզում դառնալ, դուք ոչ մեկը դեռ ինձ չէիք կարողանում պատասխանել, իսկ այժմ ես համոզված եմ, որ դուք արդեն կողմնորոշվել եք, թե ինչ եք սիրում, ինչ եք ուզում դառնալ, օրինակ, ով կարող է ասել, ինչ է որոշել, ես մի ասեմ, ձեր պատճառեք, ասա տեսնեմ Միլենա ջան, և պարուհի և բժշկուհի կեց ես, իսկ դու շինարար, ապրիմ տղան, իսկ դու Ռոման ջան, զինվոր թե զինվորական, տղես, բոլոր տղաները դառնում են զինվոր, նրանք ծառայում են հայոց բանակում, իսկ զինվորական արդեն մնում է բանակում, աշխատում է, սպայ է դառնում, հետո դառնում է տարբեր մեծ աստղեր է իր ուսերին կրում, դու այդպիսին ես չէ դառնալու, ես համոզված եմ, ասա հիմա դու չես դառնալու, դերասանուհի, կեց ես, իսկ դու սաթեր նկարչուհի ես ուզում դառնալ, իսկ ինչ ես սիրում նկարել դու, ինչ ես սիրում նկարել, ամեն ինչ սիրում ես չէ նկարել, լավ, երեխաներ, իսկ այլ դուք ասում եք, որ ուզում եք դառնալ պարուհի, նկարչուհի, բժշկուհի, իսկ այդ բոլորը բոլորին հասնելու համար, ինչ է պետք, ապրեն իմ աշակերտները, լավ սովորել, առանց սովորելու, ինչքան ուզում եք դստեք ձեռքը դրեք այսպես և մտածեք, որ դառնալու եք մանկավարժ, ինչպես կդառնաք առանց գիտելիքի, այո, կրթություն պետք է ստանալ, շատ լավ երեխաներ, իսկ այսօր արդեն դուք ապացուցեք, որ դուք արժանի եք, որ արդեն ավարտեք առաջի դասարանը, արժանի եք, որ փոխադրվեք երկրորդ դասարան, մատնասապահարությունները ձեզ կոտարիս կրտեսնեք, որովհետև ձերք ես տալիս, քաշում ես, չէ տալիս, ես ուզում եմ, որ դուք այսօր շատ լավ հանդես գաք, ես առաջին աթոռի վրա նստած հետևելու եմ ձեր ոտքերին, ձեր ձեռքերին, ձեր երգին, ոչ մեկը այս կողմայնով չի նայում, միայն նայում եք ընկեր Հարությունյանին, նայում եք ընկեր Պողոսյանին, որպեսզի երգերը երգեք և ձեր տեղը չմոռանաք, չէ երեխաներ։ Այո։ Շատ ապրում եք ձեզ։ Սիրելի հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ։ Այսօր մեր հյուրընկալ դահլիճը նմանվում է մի հյուրահատուկ մեղունից, որտեղ մեր փոքրիկ մեղուները իրենց հատուկ ջանասիրությամբ և ժրաջանությամբ ամբողջ տարին աշխատել են, որպեսզի ձեզ այսօր մատուցեն մի գեղեցիկ հետաքրքիր հանդես։ Հանճարեղ բանաստեղծը արձանագրել է, աշխարհին այո մաքրություն է պետք։ Եվ այս մեր փոքրիկ մանուկները, այո, այդ մաքրությունը ձեզ կմատուցեն ծիծաղի ձևով, շփիթի ձևով։
բարեկամ, մենք ավելի օր հանդիպում ենք իմ և քո դպրոցում։ Իմ անունը Խաչիկ է, իսկ քոնը Վալենտինա։ Վալենտինա, շատ գեղեցիկ անուն է։ Իսկ ինչ վերաբերում է գրքերին, այո, այս բոլորը դու պետք է կարդաս, սրանք քո և քո ընկերների համար են։ Այստեղ շատ հետաքրքիր բաներ կան գրված իմ և քո պապերի, Մեսրոպ Մաշտոցի մասին, և կան շատ հեքիաթներ և պատմվածքներ, վերցրու։ Ոչ, այսքան կարդալ չեմ կարող, բայց երբ խաղամ, երբ զբոսնել, տանիքին երբ հյուր գնամ, ես ուզում եմ շատ բան իմանալ, բայց այլաց կարդալու դրանից հոգնում եմ, հետո մենք միայն մեր այբենազանից շատ բաներ ենք սովորել, այսօր մեր հանդեսն են, եթե ցանկանում եք եկեք ինձ հետ և կհամոզվեք։ Իհարկե, դե ինչ, գնացինք։ Որովհետև նրանք կեղտոտ ձեռքերով էին ինձ ձեռք տալիս,
գալիս, նոր հիշում էին ինձ մասին ու սկսում կարդալ, բայց ոչ թե երեխաները, այլ նրանց մայրիկները։ Եվ շատ երեխաներ իրենց հույսները դնում են մայրիկների վրա։ Չէ, շատ լավ արեցի, որ հեռացա երեխաներից։ Վերջապես քեզ գտանք, սիրելի Այբենարան։ Ինչ է պատահել, ինչու ես երեխաներից հեռացել։ Այսօր Այբենարանի հանդեպ նկարը գնամ չէ կարող սկսել։ Սիրելի Այբենարաններին խնդրում եմ, ես կարծում եմ, որ երեխաները ամեն ինչ հասկացան և այլևս քեզ չեն հեռացնի, իսկ հանդեսը առանց քեզ չի կայանա։ Այո, այն էլ ինչպես։ Լավ, ես կվերադառնամ այն դեպքում, երբ երեխաները խոստանան, որ այլևս չեն ջղայնացնի մայրիկներին և ուսուցիչներին, որ ժամանակին կսովորեն իրենց դասերը, ինձ վրա էլ չեն խզբզի, նաև գեղեցիկ կերքեն, պարեն և կարտասանեն հանդեսին։ Խոստանում ենք։ Դու մեր բախտի մխիթարա, Այբենարան, մեր իմաստուն։ Շնորհակալ եմ քեզնից անգին, մեր սիրասուն, քիչ թանկագին։ Այդքան ես տվել, չեք մոռանալ մենք երբեք քեզ։
ինքը մեր ոսկե բանալիներն են, և մենք այսուհետ ավելի լավ կսովորենք։ Հայոց լեզուն է, որ իմ մոր լեզուն է հայոց լեզուն։ Արևի նման հին է ունար, արևահան է հայոց լեզուն։ Իմ հայ լեզուն, իմ մայ լեզուն, իմ լուսատուն ես, մեր հին տունը գանձերով լի, դու գանձատուն ես։ Ով ապրում է հայ օջախում, պիտի խոսի հայերեն, ամեն թռչուն հայոց հողում, պիտի երգի հայերեն, որ միշտ տրպտան լեռներն հայոց, Արարատին հայերեն։ Մեր լեզուն, մեր խիղճն է դա, սուրբացը մեր սեղանին, մեր հոգու կաչն է արտար, ու հապը մեր բերանին, նա պիտի մեր առաջին, ու վերջին սերը լինի։ կորչեիր հանկարծ անհետ, ինչպես խոսեր մայրս։ Մայրերն է պահել մեր հայոց լեզուն և մանուկներին տվեկացի հետ։ Մայրերն է պահել մեր հայոց երգը և ազատ կյանքի
Շնորհակալություն, ես անպայման կսովորեմ գրել կարդալ, իմ երկարքիթը ինձ չի խանգարի։ Սրանից հետո ով որ փորձի գիրք բացի, իմացեք, հաց նազարն եմ, որ մի զարկեմ, ջարդեմ հազար, Այ հողարը տանդր գլուխը, ինչ ես ես երախքի նպակողնորոշում, երեխեք ջան, սրան, մի լսեք, լավ սովորեք, գիրքն ու գիտությունը մարդուն կդարձնեն այս երկրի տերը։ Բանի չանեմ կեղտոտ է, բամբակը կորիզոտ է, անստապ պիտի որ ծամեմ, կտերը տիտի կանեմ, անցնողին մտնի կանեմ, ուտեմ, խմեմ, մտնի կնեմ։ Քույրի դով ես, ես կեզ չեմ ճանաչում։ Այդղա, քույրի շեշ ճանաչում, ես անվան հուրին եմ։ Քույրի կարի մեզ մոտ գրել կարդալ սովորի։ Ինչու սովորեմ, շատ սովորելու չեմ կարդալուց վախենում եմ, այ քերուս չեք ճանաչում, հենց դեր իմացած անխենք մարդը, հեշտ ենքան սովորեց, վերջ նախայքացած ու կամ ձոր է։ Դավիթ անհար։ բարև ձեզ, իմ շատ սիրելի երեխաներ, ես Դավիթ անհարն եմ, ուշադիր լսում եմ ձեր խոսակցությունը և եկա որպեսզի հաստատեմ։ Այո, ուսումն է ամենակարևորը, շատ կարդալով և շատ գրելով ես դարձա անհախ և կարող եմ ձեր հարցերի պատասխանել։ Այն ինչն է, չէ, որից երբեք չեն զանզանում։ Հացը մեր հանապազորյա։ Ինչն է աշխարհում հավերժական։ Ժամանակը, նա սպառը և հավերժ։ Ինչն է ամենից արագ թռչում։ Միտքը, մարդու միտքը։ Այն է ծուխտում մարդու հոգին։ Լույս, երազան։ Անհատ է, անհատ, կես է Դավիթ անհատը։ Հեքիաթներ մենք շատ ենք սիրում, երբ կարդում ենք օրինում, հեքիաթների աշխարհում մի է տարիներ ապրում,
դասարանի աշակերտների կողմից ձեզ հասարակած բազմամանկը մենք առաջին դասարանի աշակերտներս հայտնում ենք ձեզ մեր խորին երախտագիտությունը և շնորհակալությունը։ Շնորհակալ Այս տարի ևս Միկել Հարությունյանը մեզ շատ այսպես հաճելի պահեր պարգևեց, այս տարի ևս մենք հիացանք մեր առաջին դասարանցիներով։ Շատ գեղեցիկ, շատ այսպես խոր իմաստով միջոցառում էր Միկել Հարությունյանը, շատ շնորհակալ ենք այս միջոցառման համար։ Շատ գեղեցիկ երգեր լսեցինք, շատ գեղեցիկ խոսքեր լսեցինք։ Չնայած դուք այսօրվա խորհուրդը այդպես չեք գիտակցում երեխաներ, դուք դեռ փոքր եք որ հասկանաք ինչ կարևոր օր է այսօր ձեր կյանքում, բայց հասկանում եք որ տոն է։ Եվ այսօրը ձեր կյանքում հիշարժան օրերի, ձեր կյանքի շատ կարևոր հիշարժան օրերի պես մնալու է։
Ես ուզում եմ, որ դուք այնպես ինչպես այսօր ասեցիք, սրբության պահեք, պահպանեք, ինչպես որ ձեր ոտքը խփեցիք ու ասեցիք, որ դուք եք այս երկրի տերը, հասկանում եք ինչքան կարևոր է ձեր գիրքը, ձեր կրթությունը, ձեր դեպի լույսը գնալը։ Ես ուզում եմ, որ այս խոսքերը լսենք նաև 9-րդ դասարանում, երբ որ դուք ավարտել եք դպրոցը։ Ես վստահ եմ, Գեր Հարությունյան, որ այդ հիմքը, որ դուք գնում եք, մենք ականատես ենք, հասնում ենք, տեսնում ենք, որ մեր սերունդները ինչպես այսպես պահում ենք դասարանից դասարան բերում ենք, ես ձեր ընդհանրապես ուզում եմ ասել, որ մեր տարրական դպրոցը շատ կայացած է եւ այն հիմքը, ինչ որ մենք տարրական դպրոցում ունենում ենք դրած, մենք սրտությամբ պահում ենք, խթանցում ենք, Գեր Հարությունյան, այնպես որ դուք վստահելի ձեռքեր եք չոքանցելու մեր երեխաներին, այնպես որ շատ գեղեցիկ միջոցառում է, շատ գեղեցիկ պատրաստված է, մենք շատ հուզվեցինք, շատ գեղեցիկ երգեցինք, շատ ուզում եմ կարևորել ենք Երգոն Պողոսյան մի հիացած եք երգերով, պարոն Վաճական Սարգսյանը շատ ճիշտ նկատեց, որ մեր երգերը շատ ճիշտ էին ընտրված, շատ գեղեցիկ էին կատարվում, ինչի համար շատ շնորհակալ ենք նաև ձեզ, ձեր գործը այստեղ շատ մեծ է։ Գեր Հարությունյանը երևի չի էլ հիշում, որ երրորդ սերունդն է, Գեր Հարությունյանը հաշվել եք, որ երրորդ Այբենյանի հանդեսն է, որ երրորդ սերունդ է, 16-րդ անգամ Գեր Հարությունյանը շատ գեղեցիկ Այբենյանի հանդես այսպես ցուցադրեց, շատ շնորհակալ եք ձեզ, շնորհավորում եմ մեզ էլ հերթական առաջին դասարանցիները այսպես պատվով հանձնեցին իրենց բնությունը, մեզ էլ եմ շնորհավորում։ Շատ պատվավոր հյուր ունենք, պարոն Վաճական Սարգսյանը այսօր մեր հյուրն է եւ ես մեծ սիրով ուզում եմ խոսք տրամադրել պարոն Սարգսյանը ունի իր շնորհավորանքի խոսքեր մեզ։ Ամեն անգամ, երբ որ սրտիդ մեջ հուսահատություն կա, մտիկ երեխաների հանդեսին մասնակցի և հուսավարտած տուն գտնաս, այդպես ապրեք երեխաներ, ձեզ շատ սիրեցի, դուք բոլորը շատ լավն էիք, շատ լավ երգում էիք, շատ լավ արտասանում և շատ լավ խաղում, ապրեք։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս ծնողների, տատիկների, պապիկների, ուսուցչական կազմին, այսպիսի լավ, այսպիսի հրաշալի երեխաներ դաստիարակել։ Շնորհակալ եմ նրաների համար իհարկե եւ ամեն անգամ դպրոց մտնելիս ես շատ հաճախ հանդեսների մասնակցում եւ տեսնում եմ, որ հանդեսները մեկը մեկից լավն են, որովհետեւ մեր երեխաները առանց չափազանցության մեկը մեկից լավն են, որ շրջանը ուսում դες գնա երեխաները հանճարել են եւ այսօրվա այս դասը, որը մեզ համար է դաս, բոլորիս համար է դաս եւ առաջին հերթին իհարկե իրենց համար է դաս։ Այս ծիլերն են, հայրենասիրության ծիլերն են, որ հետագայում դառնում են իրենց մեջ անաղթավեր, տաղնիներ են դառնում եւ երեխաները կարողանում են պաշտպանել հայրենիքները։ Եվ զարմանում են մարդիկ, թե որտեղից այսքան հայրենասիրություն երեխաների մեջ։ Ամեն ինչը կաթի, այստեղից է գոյանում։ Շնորհավորում եմ։ Հրաշալի միջոցառում է, ինչ առումով, ամեն ինչ գրագետ է կազմակերպված, ամենակարևորը, երեխան ինչ որ ապացկանում էին, ինչ որ երգում էին, երեխաները հասկանում են այդ ամենը։ Չկար էլ մեծա մի խոսքով էլ խոսքերը, որը ես չէին հասկանում։ Շատ էր հանդիպել, երբ որ երեխաների կարծել, արտասանել, երկել այնպիսի կան, որ իրենք չեն զգում։ Այստեղ բոլորը զգում էին ինչ էին երգում, մինչև վերջին կեփթելը։ Եվ մեզ էլ իսկապես հենց դա է ուզում։ Շնորհակալություն, որ այսքան լավն եք, շնորհակալություն երկի ուսուցչի շատ լավ դեպքերընդրված, շնորհակալ եմ, որ իմ բարերով եւ SSC բարերով երաժշտության երգը տալ նաեւ։ Եվ մենք անպարտելի ենք մեր դպրոցով, մենք անպարտելի ենք մեր երեխաներով, մենք անպարտելի ենք մեր ուսուցիչների նվիրումով, որոնք ամբողջ կյանքում կարող ենք ասել, որ անմնացող նվիրումով աշխատում են շատ քիչ վարձատրության դիմաց անշպակեն, բայց այդ նվիրումը հարկ Աստծո, որ չի պակասում։ Մեր ներսում կա սիրելի երեխաներ։ Հիմա խոսքս ձեզ։ Տեսեք, ես ձեզ համար դեպքեր եմ գրել։ Երկուսը մեծերի համար, երկուսը փոքրերի համար։
Իմ գրքերն ես եմ գրել, այս տարի եմ ուստես։ Հիմա որպես գրքերը դուք շահեք, ինձ ուրիշ չեմ տալու, պիտի հանելուկ ասեմ։ Հենց հանելուկ պատասխանեցի, գրքերը կտամ, չպատասխանեցի, էլի գնամ։ Հիմա հանելուկներից առաջին, տեսնեմ ով է առաջին, ձեր կարծացնում, հանելուկից մի խոսում։ Առանց թևի թրջում է, երկինք, հետին թրջում է, նրանց մոտից թե նայես, մարդիկ կարծես մրջում է, ասա? Հավ։ Շատ բաներ կասել էին, բայց հավը շատ։ Ինքնաթյուրը թևեր չում են, իսկ նրանք թևեր չում են, առանց թևի թրջում են, երկինք, հետին թրջում են, նրանց մոտից թե նայես, մարդիկ կարծես մրջում են, ասա? Ցիտիկը, լավ, ինչն է, որ թրջում է երկիրը։ Ոնց որ գրքերը չեք ուզում ստանալ, ամպերը, ապրես, ես մի զույգը շահեցի, ուրեմն մեկը մեծի համար, չէ, այս մեծի համար, այս մեկը ձեզ համար։ Տարահանդես, այբուբեն, շատ հետաքրքիր լավ ողջի գրքեր։ Այս մեկ աղբը շահեցի դեպքամասները, չէ, հիմա հաջորդ։ Ինչն է ինչը։ Շան արջևում է, փոշու մեջ, ծնողները չեն ուշում։ Ոսկոր։ Տեսեք ասում շան արջևում է, փոշու մեջ։ Ասա հայ, շոտա։ Փոշի։ Շտա, ապրեք, ես կեր դասկացում որ կասեք, շատ ապրեք, ձեզ շատ սիրեցի, դուք շատ լավ ապրեք, ձեզ հանգանում եմ հաջողություն, սեր, թող սերը միշտ ուղեկից լինի ձեզ սերը հոգևորություն, ինչպես Իգեր Խթարյանը ասեց, ես ցանկանում եմ, որ դուք 9-րդ դպրոց դասարան ավարտելիս արդեն հասուն, գեղեցիկ, նույն ձևով կարողանաք շարունակել ձեր ճանապարհը դեպի մեր պայծառ ապագան։ Շնորհակալություն տանիք պապիկներին, ծնողներին, որ այսպիսի հրաշալի երեխաներ եք դասել։ Շատ շնորհակալություն, որպես հայ մարդ ես խոնարհվում եմ, շնորհակալ։ Առաջինը խոսքս ուղղեմ երեխաներին, սիրելի երեխաներ, ես ձեզ շնորհավորում եմ, հրաշալի եք, ապրեք, հրաշալի միջոցառում եք և ամենակարևորը տոնական օր է այսօր ձեր համար առաջին հերթին։ Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, ազգականներ, հրավիրվածներ, բոլորիդ շնորհավորում եմ, տոնական օր է, այսօր յուրաքանչյուրի ընտանիքում մեծ սեղան պիտի բացվի տոնի արդի մեր երեխաները գերաճանաչ դարձան։ Կին Հարությունյան, ձեզ ուզում եմ ասել շնորհակալություն, հրաշալի է կազմակերպված ամեն ինչ։ Եվ բոլորիդ ուզում եմ շնորհավորել նաև այն առումով, որ այսօր մեր Այբենարանի հրամանատարներից մեկն էր այստեղ զորը հրամանատարը պարոն Սարգսյանը, որի դասագրքով մեզ բոլորից իհարկե հաճույք է պատճառում իր խորությամբ, իմացությամբ եւ ես համոզված կարող եմ ասել այս տարիների ընթացքում երկրորդ դպրոցում մենք առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ այսպիսի միջոցառումներ անել, ամեն անգամ էլ համոզվել ենք, որ այդպիսի գրքով, այդպիսի հիմքով սովորած երեխաները հրաշալի արդյունք են ունենում։ Բոլորիդ աշկերտուց նույն շնորհավորում եմ։ Ձեզ բայց ամեն դեպքում չեմ կարող չխոսել, որովհետև երբ այդ նամակը գրվել էր, իրան ավելի շատ կարդալուց հետո միշտ հետաքրքրում էր երբ եմ պատեսնելու պարոն Վաչագան Սարգսյանի, հարգելի պարոն Վաչագան Սարգսյանի, ասեմ, որ բոլորն էլ այդ նամակի բովանդակության գրելուն մասնակցել են և
իրենց համար դուք իրոք հայտնություն էիք իրենց գիրքը ավարտելուց հետո, միանշանակ, եւ այն հուսմունքը, որ իրենք ապրել են, կարծում եմ կտանեն իրենց հետ իրենց ամբողջ ուսումնառության տարիներին։ Ամենակարևորը, որ երեխաները ցույց տվեցին, որ իրենք տառաճանաչ են եւ այն, ով իրենց դարձրել է տառաճանաչ, ջանք ու եռանդ չի խնայել այդ տառերը, այդ ոգով արտասանվող տառերը նրանց սովորեցնելու համար։ Ես շնորհավորում եմ ձեզ, նորից ասեմ իմ թորնիկի ասածը, տառերը վերջացրինք, էլ ոչ մի բան չկա, չէ՞ սովորելու, ամենակարևորը իմացանք արդեն։ Սիրելի առաջի դասարանցիներ, դուք այո ամենակարևորն եք սովորել, այն ամենակարևորը, որը ձեզ հնարավորություն է տալու ամեն օր ձեր ոտքը ամուր դնել ձեր հայրենի հողի վրա, ձեր տան շեմին, ձեր դպրոցի շեմին, իրոք դա ամենակարևորն է։ Շնորհավորում եմ ձեզ, ձեր ցանկացած արտասանած ուսումնալից բառը խոսում էր այն մասին, որ դուք գուցե եւ շատ բան չէիք հասկանում, բայց ձեր մեջ արդեն նստել է հայրենիքը, այդ Լուբենը, Մեսրոպ Մաշտոցը, Արարատ լեռը եւ իհարկե հայաստանյան կամույթ երկինքը։ Ես ուզում եմ ընկեր Հարությունյան, իհարկե այսպիսի խոսքեր, շատ խոսքեր եք լսել, բայց իմ խոսքը հետևյալն է, թող ձեր այն հուզմունքը, ձեր այն սրտադրող աշխատանք ամեն օր դպրոց մտնելու, այն ինչ նվիրումով աշխատեք, ինչքան որ դուք ինքներդ գտնում եք, որ կարող եք այսպիսի սերունդ տալ հայրենիքին։ Ձեզ առողջություն, կոլեկտիվի հետ միասին, բոլորի հետ միասին, ծնողների հետ միասին, թող չեմ կարող չասել, Հայաստան աշխարհը միշտ անսասան մնա եւ կմնա, քանի որ այսպիսի սերունդներ են դուրս գալիս բոլոր դպրոցներից։ Եվ ուզում եմ կրկին անգամ շնորհավորել եւ երեխաներին, եւ ծնողներին, այո, եւ տատիկներին, եւ պապիկներին, բոլորին եւ իհարկե այն կոլեկտիվին, ով աշխատում է այս դպրոցում, ով արարում է եւ տալիս է սերունդներ մեր հայրենիքի, մեր քաղաքի եւ ես չեմ զլանա նաեւ եւ չեմ վարանի ասել աշխարհի համար։ Եվ կրկին շնորհակալություն ձեզ, պարոն Բաչական Սարգսյան, ձեր իրոք բովանդակալից եւ կարծում եմ շատ են ասում բարդ է, բայց ես կասեի ոչ թե բարդ է, այլ պետք է բանալին գտնել սովորելու համար այն, ինչ մատուցվում է, տարիքին համապատասխան է, այդպիսի շատ գրքեր գրել եւ միշտ կանգնած եք դպրոցի կողքին։ Շնորհակալություն բոլորից, այս գեղեցիկ հանդեսի մասնակիցը լինելու, այս գեղեցիկ միջոցառման ականատեսը լինելու, շնորհակալություն ընկեր Հարությունյան։ Ես շնորհավորում եմ
շատ սիրելի աշակերտներին։ Իրենք գիտեն, որ ես իրենց ինչքան շատ եմ սիրում։ Եվ այսօրվանից էլ ավելի շատ եմ սիրում, որտեղ իրենք արդարացրեցին իմ բոլոր հույսերը։ Ապրեք իմ շատ սիրելի աշակերտներ։ Շնորհակալություն նաև ծնողներին, իմ կողքին լինելու, ինձ հետ աշխատելու։ Առանց ձեզ ես չէի լինենա նման հաջողություն։ Ասեմ, որ միայն արտասանել երկել պարելը չի, բոլորի տեղերը աստղեր են, բոլորը գեղեցիկ ձեռագրով են, բոլորը հրաշալի երեխաներ են, լավ մայրիկներ ունեն, լավ հոգական ծնողներ են։ Եվ շնորհակալություն իմ կոլեկտիվին, որ իմ կողքին են, իմ Լիլիթին, իմ Սանին, իմ աշակերտներին։ Շատ շնորհակալություն։ Ինքը չներ, երևի ես չէի կարողանա այս ձայնով այսքան ես սովորեցնել։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն դրական։